Բայց ես սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև կարող եք տալ ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ կա թե ոչ, իմ ուղիղ եթերները իրենք շատ յուրահատուկ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ, եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա որևէ տեսակի նեգատիվի արկայությունից է, ես դա нույնպես բարձրաձայնում եմ. Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю у себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы и на русском буду ответить. Ասկանս սիրելիներս, սկսենք մեր եթերը, դուք էլ եղեք ակտիվ, ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով։ Արեք 34 տարեկան ֆինանսական գործերը ինչպես կլինեն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 34 տարեկան Կախնդիրներ սիրելի Արեգ, ձեր վրա կա թուղթուղիր, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր գործերը հաջող ընթանան, քանի կա այս նեգատիվը ավելի կվատանա, ավելի կբարտանա, ոչ միայն ձեր գործնական ոլորտը, նաև ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Բարև ձեզ, Մայրամքի ворք, իրար կհասնեք թե ոչ, Մայրամքի ворք, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Մայրամքի ворք, սիրելի Մայրամ, սիրելի Գևորգ, ձեր վրա մագիա կա, երկուսիդ վրա մագիա կա, որի պատճառով չեմ տեսնում, որ միություն կլինի, ընդհակառակը, քանի կա այս նեգատիվը, ձեր մոտ հնարավոր, ոչ թե հնարավոր է, այլ 100% լինելու է բաժանություն, չի լինելու միություն, որպեսզի լինի միություն, սիրելի Մայրամ, սիրելի Գևորգ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի միություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի անձնական երջանկություն։ Արմեն 44 տարեկան ֆինանսական
Արմեն 44 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Սիրելի Արմեն, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհներ, հորիզոններ, լավ է լինելու ձեր ֆինանսական գործնական ոլորտում։ Արմինե 40 տարեկան առողջական, Արմինե 40 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ առողջական ոլորտում։ Ճիշտ է, կատարեք բժիշկների ցուցումը եւ կլինի լավացում, կլինի ապակինում։ Բեգլար 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Բեգլարի համար։ Բեգլար անձնական, կա խնդիրներ սիրելի Բեգլար, ձեր անձնականի հետ կապված, մի վախեցեք, այդ խնդիրները ժամանակավոր է, եթե խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք հնարավորություն ունեք այդ խնդիրներից, պրոբլեմներից ազատվելու, ձեր անձնական ոլորտում սիրելի Բեգլար լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ավետիս 18 տարեկան, կընդունվեք համալսարան, որտեղ ուզում եք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ավետիսի համար։ Այո, սիրելի Ավետիս, կընդունվեք համալսարան, որ բաժինը ցանկանում եք, այո, կընդունվեք։ Դիանա Մելքոն, ինչ է ձեր անունը, Դիանա, գրեք անունը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Սիրելի Դիանա Մելքոնը, ինչ է այդ մարդու անունը։ Գոհար Արթուր, կհաշտվենք։ Գոհար Արթուր, հաշտություն կլինի, թե ոչ։ Սիրելի Գոհար, սիրելի Արթուր, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, որի պատճառով հաշտություն չի լինի։ Որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաշտություն։ Քանի կա այս նեգատիվը, ընդհակառակը բաժանությունը քանի գնալու, խորանալու է։ Դիանա Մելքոն, հաշտություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի եւ Մելքոնի համար։ Կլինի հաշտություն, սիրելի Դիանա, սիրելի Մելքոն, հաշտություն կլինի։ Ճիշտ է, որոշակի բարդություններ է ցույց տալիս, բայց կլինի հաշտություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Կարեն 24 տարեկան անձնական, Կարեն 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կա խնդիրներ սիրելի Կարեն, ձեր անձնական ոլորտում, կա պրոբլեմներ, կա վախեր, գիտեք ինչ սիրելի Կարեն,
Կա դժվարություններ ձեր անձնական ոլորտում, բայց այդ դժվարությունները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք ինչ-որ վախեր ունեք, որովհետև ձեր կյանքի մեջ ինչ-որ դժվար իրավիճակներ է եղել, բայց մի վախեցեք, ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ առանց վախենալու առաջ գնացեք, սիրելի Կարեն, շնորհակալ եմ նվերների համար, Հայք 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար, Հայք 38 տարեկան անձնական, սիրելի Հայք ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կապ, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, սիրելի Հայք, ձեր անձնականը փակված է, սիրելի Արթուր, ինչ եք գրել Հայաստանում, գրեք հարցերը, որպեսզի ես կարողանամ գրել եք Արթուր 38 Հայաստանում, ինչ են քո հարցը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել, գրեք, Աշխեն 60 տարեկան ֆինանսական, Աշխեն 60 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշխենի համար, կա խնդիրներ սիրելի Աշխեն, Սիրելի Աշխեն, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր ֆինանսական ոլորտը ամբողջովին փակված է, մինուսներ, պարկեր, անկորձություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է ձեր ֆինանսական ոլորտում լինի հաջողություն, Բարև ձեզ, Լիանա 45 տարեկան աշխատանք երբ կգտնեք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար, Սիրելի Լիանա, դուք աշխատանք կգտնեք և շատ մոտ ժամանակահատվածում լավ աշխատանք կլինի, շատ լավ աշխատանք, դուք այնտեղ ձեզ լավ կզգաք, Շնորհակալ եմ, Վարդ 54 տարեկան ֆինանսական, Վարդ 54 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար, Սիրելի Վարդ, եթե նույնիսկ կա ֆինանսական խնդիրներ, դուք այդ ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ պրոբլեմներից ձերբազատվում եք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ, Սիրելի Կարեն, սևագրեք ձեր տարիքը,
Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք հիմա ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, շողիկ 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի շողիկի համար։ Շողիկ 50 տարեկան անձնական։ Սիրելի շողիկ, կա դժվարություններ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, կա նաև առողջական խնդիրներ, սիրելի շողիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի շողիկ, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Էլմիրա 42 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլմիրայի համար։ Էլմիրա 42 տարեկան առողջական։ Սիրելի Էլմիրա, ձեր առողջական ոլորտում լինելու է լավացում, լինելու է ապաքինում, կատարեք բժիշկների ցուցումը և դուք կապաքինվեք։ Առողջացում եմ տեսնում, սիրելի Էլմիրա։ Դուք կառողջանաք։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Աննա 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 31 տարեկան։ Սիրելի Աննա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աննա, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են։ Սուրո 44 տարեկան անձնական։ Սուրո 44 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուրոյի համար։ Սուրո 40 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սուրո, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուրո, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Այո, սիրելիներս, ես նաև մաքրման գործողություն եմ կատարում։ Ալինա 55 տարեկան անձնական ու ֆինանսական։ Ալինա 55 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Ալինա, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Ալինա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հնարավորություն եք ունենալու դուրս գալու և ֆինանսական ոլորտում է լինելու հաղթանակ և անձնական ոլորտում է լինելու
անձնական կայանեք 44 տարեկան ֆինանսական կգտնեք աշխատանք կայանեք 44 տարեկան ֆինանսական կգտնեք աշխատանք թե ոչ կա դժվարություններ սիրելի կայանե բայց այդ դժվարությունները ժամանակավոր են մոտ ժամանակահատվածում դուք աշխատանք կունենաք եւ շատ լավ աշխատանք կունենաք ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում սիրելի կայանե կարելի է Թալան 63 տարեկան առողջական Թալան 63 տարեկան առողջական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թալանի համար Թալան 63 տարեկան առողջական Սիրելի Թալան, ձեր առողջականը դա սովորական, ֆիզիոլոգիական խնդիր չէ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա անեծ կա, որը բերել է, կանգնեցրել է նման ֆիզիոլոգիական բարդության առաջ, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում, սիրելի Թալան, եւ բժիշկների ցուցումները պետք է կատարեք։ Եվ բժիշկների ցուցումը պետք է կատարեք, նաև դիմեք էքստրասենսի, թող ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրվի, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում։ Աննա 44 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 44 տարեկան թուղթուգիր կա թե ոչ։ Սիրելի Աննա, ձեր վրա կատոմական անեծք, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որը թուղթուգրից ավելի վատ ձևով է ազդում, ձեր վրա, ձեր սերունդի վրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի երջանկություն, և դուք այդ կյանքի բարդություններից ու պրոբլեմներից, դժվարություններից դուրս կգաք։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ։ Սվետա 44 տարեկան անձնական Սվետա 44 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Կա խնդիրներ սիրելի Սվետա։ Սիրելի Սվետա, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա թուղթուգիր կա, դրա պատճառով էլ ոչ անձնական կա, ոչ հաջողություն կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սվետա, և կլինի անձնական, և կլինի երջանկություն։ Փակված էր ամեն ինչ մոտ, սիրելի Սվետա, Սևան Կարինե հաշտություն կլինի թե ոչ, Սևան Կարինե հաշտություն կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սևան Կարինե հաշտություն կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սևան Կարինե հաշտություն կլինի թե ոչ, սիրելի Սևան, սիրելի Կարինե, ձեր վրա թուղթուգիր կա, որը բերել է բաժանության, քանի այս թուղթուգիրն ու նեգատիվը կա, չեմ տեսնում հաշտություն, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի հաշտություն, քանի կա այս նեգատիվը, չկա անձնական երջանկություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Արթուր Լիանա, կլինեն միասին թե ոչ,
Արթուր, Լիանա կլինեն միասին թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի և Լիանայի համար։ Կլինեն միասին թե ոչ։ Կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Արթուր, սիրելի Լիանա։ Այո, բայց այդ խնդիրներից, այս դժվարություններից դուք հաղթանակով դուրս կգաք, կլինի միություն։ Ճիշտ է, դժվարություն ցույց տալիս է, բայց դուք այդ դժվարությունից հաղթանակով դուրս կգաք, կլինի միություն։ Карине финансы. Посмотрим, что говорит Всевышний. Карина, 45 лет, финансы. Карина, 45 лет, финансы. Есть проблемы, дорогая Карине. Но эти проблемы временные. В вашей финансовой сфере все будет отлично. Даже если есть трудности, вы из этих трудностей будете выходить победителем. Будут финансы. Если есть проблемы, есть выход. Սուսաննա Հերմես, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի և Հերմեսի համար։ Սուսաննա Հերմես, անձնական։ Սիրելի Սուսաննա, սիրելի Հերմես, ձեր երկուսի վրա կա մագիա, որի պատճառով չի լինի անձնական, որպեսզի լինի անձնական, հատկապես տղամարդու վրա է այս մագիան։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի անձնական, նոր հնարավոր է լինի երջանկություն։ Այս նեգատիվը բերել է, կանգնեցրել է ձեզ բաժանության խնդիրների առաջ։ Իրինա 36 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Իրինա 36 տարեկան, թղավ երեխա կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Այո, սիրելի Իրինա, դուք կունենաք երեխա։ Այո, սիրելի Իրինա, դուք կունենաք երեխա։ Մահմուդ 29 տարեկան, ամուսնություն։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մահմուդի համար։ Մահմուդ 29 տարեկան, ամուսնություն։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մահմուդի համար։ Կլինի ամուսնություն և շատ երջանիկ ամուսնություն կլինի ամուսնություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, նվերների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Տիգրան 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Սիրելի Տիգրան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որի պատճառով ամեն ինչին շատ մեծ դժվարությամբ եք հասցնում, ինչ խնդիրներ, պրոբլեմներ կա, քանի գնում շատ ավելի է ավելանում։ Սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Սիրելի Էդիկ Քրիստինա, գրեք ձեր տարիքը, որպեսզի կարողանամ ձեր հարցերին պատասխանել։ Մարինե 54 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 54 տարեկան։ Սիրելի Մարինե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք
մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Ձեր վրա գիր կա, ձեր վրա կախարդանք կա, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Ռուստամ 44 տարեկան առողջական գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուստամի համար։ Ռուստամ 44 տարեկան առողջական գործնական։ Սիրելի Ռուստամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր և գործնականն է փակել, նաև բերել է առողջական խնդիրներ, որպեսզի լինի լավացում ձեր առողջական ոլորտում, որպեսզի լինի լավացում ձեր ֆինանսական ոլորտում։ Սիրելիս Ռուստամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի առողջացում լավացում։ Ձեր ֆիզիոլոգիական խնդիրը դա թուղթուգրի անեծքի արդյունքն է։ Արինե 22 տարեկան անձնական։ Արինե 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արինեի համար։ Արինե 22 տարեկան անձնական։ Սիրելի Արինե, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կապած է ձեր անձնականը, կապված է անձնականը գալիս տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի անձնական։ Հակված էր ձեր անհատուկ ձեր վրա կատարված գործողություններ, որպեսզի ձեր անձնականը չլինի, անչափահասներին չեմ նայում։ Էդիկ Քրիստինա կհաշտվեք թե ոչ։ Էդիկ Քրիստինա հաշտություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի, մեր սիրելի Քրիստինայի համար։ Սիրելի Էդիկ, սիրելի Քրիստինա, ձեր երկուսի վրա կա կախարդանք, ձեր երկուսի վրա կա մագիա, որի պատճառով բաժանություն է, որի պատճառով հաշտություն չի լինի, որի պատճառով դուք չեք կարողանում ձեր անձնական հարաբերությունը կարգավորել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի հաշտություն, նոր հնարավոր է դուք կարողանաք ձեր անձնական կյանքը դասավորել։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Անժելա, գործնական քննությունը հունիսին կանցնեք թե ոչ։ Անժելա 29 տարեկան։ Անժելա, գործնական քննությունը կանցնեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Դժվար կլինի սիրելի Անժելա, բայց կանցնեք։ Ճիշտ է, դժվար է լինելու, բայց նաև կանցնեք սիրելի Անժելա։ Այո, դուք ձեր գործնական քննությունը կանցնեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ, գրանցվեք իմ ալիքների նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Սվետա Սևակ, ապագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի և Սևակի համար։ Սվետա Սևակ, ապագա։ Սիրելի Սվետա, սիրելի Սևակ, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի մեջ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Թարլան 63 տարեկան առողջական։ Տեսնեմ ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թարլանի համար։ Թարլան 63 տարեկան առողջական։ Թարլան 63 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թարլանի համար։ Սիրելի Թարլան,
Ձեր առողջական խնդիրը դա նեգատիվի թուղթուգրի արդյունքն է։ Դուք հիվանդ եք, որովհետև ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում, սիրելի դառլան, ոչ միայն պետք է բժշկի ցուցումը կատարեք, նաև դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի լավացում, նոր կլինի ավագինում։ Եթե այդ նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, սիրելի դառլան, բժիշկները ձեզ ոչ մի բանով չեն կարողանա օգնել։ Անժելա 32 տարեկան, երկրորդ բալիկ կլինի և կլինի։ Անժելա 32 տարեկան, երկրորդ բալիկ կլինի և երբ կլինի։ Այո, սիրելի Անժելա, երկրորդ բալիկ կլինի և շատ մոտ ժամանակահատվածում կլինի, ձեզանից էլ աշկալուսանք եմ ուզում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով, ձեր շնորհակալությունը կհայտնեք նման ձևով։ Շնորհակալ եմ։ Նանա 18 տարեկան երեխա կունենա, թե ոչ։ Նանա 18 տարեկան երեխա կունենա, թե ոչ։ Այո, սիրելի Նանա, դուք երեխա կունենաք։ Ինչ որ վախեր կա, բայց դուք երեխա կունենաք։ Ճիշտ է, մի քիչ ժամանակ է ցույց տալիս, բայց դուք երեխա կունենաք։ Սուրեն Սվետլանա, քարկանի Սուրենը բարիշելու համար, թե ոչ։ Սուրեն Սվետլանա, քարկանի բարիշելու համար, թե ոչ։ Այո, քարկանի և երջանկություն է ցույց տալիս, դուք կբարիշեք։ Այո, քարկանի։ Աննա 34 տարեկան, ֆինանսական։ Աննա 34 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Աննա, ձեր և ֆինանսական ոլորտում և ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցը։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Մարութ Անի, կլինեք միասին, թե ոչ։ Մարութ Անի, կլինեք միասին, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մարութ Անի, կլինեք միասին, թե ոչ։ Սիրելի Մարութ, սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը բերել է բաժանության, չեք լինի միասին, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից, նոր դրա պատճառով հնարավոր է, որ լինեք միասին։ Ձեր բաժանության պատճառը ձեր վրա կատարված թուղթուգիրն է, մաքրեք այս թուղթուգիրը, կլինի միություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։
Սուսաննա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 33 տարեկան անձնական, կախնդիրներ սիրելի Սուսաննա։ Սիրելի Սուսաննա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետեւ ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Մաքրվեք, որպեսզի լինի անձնական, սիրելի Սուսաննա։ Շնորհակալ եմ ձեր նվերների, լայքերի համար, գրանցվեք իմ ալիքների, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հրաշք 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրաչի համար։ Հրաչ 26 տարեկան, սիրելի հրաչ, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, դուք խնդիրների առաջ եք կանգնում եւ կանգնած եք եւ կանգնելու եք։ Սիրելի հրաչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված էր ձեր մոտ սիրելի հրաչ ամեն ինչ։ Մաքրվեք, ամեն ինչ կկարգավորվի։ Դուք ում մոտ կարող եք դրամոդել տալ, կարող եք մոդենալ։ Ես ինքս մաքրման գործողություն նույնպես կատարում եմ, բայց դա ձեր ցանկությունն է, կարող եք նաև մարդ ունեք, ով որ ավելի լավ է մաքրում, ում որ ավելի է կապատում, կարող եք այդ մարդ ունեք, դիմեք սիրելի հրաչ, բայց անպայման պետք է մաքրվի։ Ես նույնպես մաքրում եմ, բայց որոշում կայացնողը դուք եք, դա ձեր ցանկությունն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Սիրելի հրաչ, սիրելի Անի, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես ձեր հարցին պատասխանեմ։ Տարիքը հրաչ, տարիքը Անի։ Բարև ձեզ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղի եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Հրաչ Անի, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրաչի եւ Անիի համար։ Կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի հրաչ, սիրելի Անի, բայց խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, ձեր հարաբերությունների մեջ լինելու է լավ իրավիճակ,
Ճիշտ է հիմա կա խնդիրներ, բայց հետագայում դուք կարողանալու եք այդ խնդիրները հաղթահարել, ձեր հարաբերությունները ավելի ուրիշ հունի տանել, հնարավոր է նաև միություն լինի։ Ուղղակի ժամանակ է ցույց տալիս սիրելի հրած, սիրելի Անի, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ավո 54 տարեկան անձնական, կխոսի, ժամանակավոր է, Ավո 54 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Ավո 54 տարեկան անձնական, սիրելի Ավո, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Ավո, եթե խնդիր կա, այդ խնդրից հաղթանակով դուրս եք գալիս, շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի համար։ Ալվինա 55 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալվինայի համար, Ալվինա 55 տարեկան առողջական, սիրելի Ալվինա, դուք կապաքինվեք, դուք կլավանաք, կատարեք բժիշկների ցուցումը, կլինի ապաքինում, կլինի լավացում։ Սակո 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սակոյի համար, Սակո 38 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Սակո, կա վախեր, բայց ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, դուք այդ խնդիրներից, այդ վախերից, այդ պրոբլեմներից կձերբազատվեք և ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Լուսինե 25 տարեկան անձնական, Լուսինե 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար, սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, ձեր վրա գիր կա, որը փակում է ձեր անձնականը, Տաթև 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տաթևի համար, Տաթև 26 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Տաթև, կա խնդիրներ, կա վախեր, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, բայց այդ դժվարությունները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Անահիտ 56 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար, Անահիտ 56 տարեկան առողջական, սիրելի Անահիտ, ձեր առողջական խնդիրը դա թուղթուգիրի արդյունքն է, թուղթուգիրն է բերել ձեզ կանգնեցրել նման առողջական պրոբլեմի և բարդության առաջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի բուժօգնություն կարողանա
քեզ օգնություն տա, քանի այս նեգատիվը կա, բժիշկներն չեն հասկանա, թե ձեզ ինչպես օգնեն։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, առողջացում։ Գևորգ 30 տարեկան ազնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 30 տարեկան ազնական։ Սիրելի Գևորգ, ձեր ազնագանի վրա թուղթուղիր կա, ձեր ազնագանը փակված է։ Ձեր ազնագանը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Գիտեք ինչ, սիրելի Գևորգ, դուք ցանկանում եք ազնական ստեղծել, այս նեգատիվը քանդում է, որպեսզի լինի ազնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Ես գյումրեցի եմ, բայց հիմա ապրում եմ Երևանում։ Այո, ես գյումրեցի եմ, սիրելիներս։ Բայց հիմա ապրում եմ Երևանում։ Ճիշտ է, Գյումրիում եք տուն ունեմ, բայց նաև Երևանում եմ ապրում արդեն 10 տարի։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Արթուր 18 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Սիրելի Արթուր, ձեր ֆինանսականը փակված է, ձեր ազգը անեծքի տակ է, եթե դու ուշադրություն դարձնես, սիրելի Արթուր, ձեր եւ հորական ազգը եւ մայրական ազգը կա խնդիրներ, իրանք իրանց տեղը չեն գտնում, կա անձնական բարդություններ, կա կախվածություններ, կա դժվարություններ, սիրելի Արթուր, որպեսզի դուք դեռ երիտասարդ եք, այդ ազգի, այդ խնդիրները ամբողջովին ձեր կյանքի բոլոր ոլորտները չփակեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Սիրելի Արթուր, դուք ոնց որ ձեզ կորցրած լինեք, դուք ձեր տեղը չեք գտնում, ինչ ձեր եք տալիս չի ստացվում, քանդվում է, որովհետև կա տոհմական անեծք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Իրինա 23 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Իրինա 23 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Իրինա։ Սիրելի Իրինա, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ դուք սկսեք առաջ գնալ։ Քանի կա այդ նեգատիվը, սիրելի Իրինա, դուք փակուղու առաջ եք կանգնելու։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Անչափահասներին չեմ նայում, Արմեն 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։
Արմեն 30 տարեկան։ Սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս քաոսից, դուրս եկեք այս անելանելի իրավիճակից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Գագիկ 54 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գագիկի համար։ Գագիկ 54 տարեկան։ Սիրելի Գագիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր եւ ազնականն է փակված եւ գործնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Գագիկ, ամեն ինչ փակված է, ամեն ինչ։ Շնորհակալ եմ, ես ձեզանից եմ շնորհակալ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարախուկ եւ բան եմ, զբաղվում եմ նաեւ վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ օնլայն տեսասանքի միջոցով։ Մանե 22 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե 22 տարեկան։ Սիրելի Մանե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մանե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, սիրելի Մանե։ Անի 36 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի վրա։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն, եւ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արևիկ 48 տարեկան, ընտանեկան։ Արևիկ 48 տարեկան, ընտանեկան։ Կախնդիրներ սիրելի Արևիկ։ Եվ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Արևիկ, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր տան վրա կա մագիա, որը բերում է եւ անձնական խնդիրներ, բերում է եւ ֆինանսական խնդիրներ։ Սիրելի Արևիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
մանվել 23 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի մանվելի համար։ Մանվել 23 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի մանվել։ Սիրելի մանվել, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն։ Այս նեգատիվը չի թողնում, որ դուք ճիշտ շարժվեք, սխալ ուղղությամբ եք գնալու։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Ձեր վրա գործողություն է կատարված, ձեր հաջողության ճանապարհը փակված է։ Սուսի 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար։ Սուսի 22 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սուսի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուսի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Արո 49 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արոյի համար։ Արո 49 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արոյի համար։ Արո 49 տարեկան։ Սիրելի Արո, ձեր կյանքի բոլորներում եւ անձնական եւ գործնական լինելու է հաջողություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ է ցույց տալիս, սիրելի Արո։ Վարժուի 35 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Վարժուի 35 տարեկան գործնական։ Վարժուի 35 տարեկան գործնական։ Սիրելի վարժուի, ձեր վրա կա թուղթուդիր, ձեր եւ գործնականն է փակված եւ անձնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի ոլորտներում լինի հաջողություն։ Մելինե 34 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե 34 տարեկան առողջական, կա խնդիրներ, սիրելի Մելինե, կա խնդիրներ, բայց դուք կբաքինվեք, դուք կլավանաք, անպայման կատարեք բժիշկների ցուցումները, կլինի լավացում, կլինի բաքինում։
Լաուրա 24 տարեկան անձնական, Լաուրա 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լաուրայի համար։ Սիրելի Լաուրա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լաուրա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար։ Շնորհակալ եմ։ Աղունիկ 60 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աղունիկի համար։ Աղունիկ 60 տարեկան առողջական, սիրելի աղունիկ, ձեր առողջական պրոբլեմը դա թուղթուկիրն է, դա նեգատիվն է, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում։ Դուք պետք է ոչ միայն բժիշկների ցուցումը կատարեք, դուք պետք է նաև ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, ձեր վրայից որ այս նեգատիվը մաքրեք, բժիշկների կատարած բուժ օգնությունը օգուտ կտա։ Իսկ եթե այս նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, ընդհակառակը բժիշկների բուժումը անօգուտ կլինի, ավելի կդժվարացնի, ավելի կվատացնի ձեր վիճակը, որովհետև ձեր ֆիզիոլոգիական խնդիրը դա ոչ թե ձեր ֆիզիոլոգիայի հետ է կապված, այլ թուղթուկիր նեգատիվն է նման ֆիզիոլոգիական բարդույթի առաջ կանգնեցրել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ։ Նարինե Արման, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Նարինե Արման, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Կա դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Նարինե, սիրելի Արման, ձեր վրա կա մագիա, որը հնարավոր է փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Ընդհանրապես տղա երեխան դա ազգը շարունակող ճյուղն է։ Երբ որ ազգի մեջ չի ծնվում տղա երեխա, ազգը մահանում է։ Ձեր երկուսի վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի տղա երեխա ծնվի։ Այս նեգատիվը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Շնորհակալ եմ։ Համլետ 65 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համլետի համար։ Համլետ 64 տարեկան գործնական, սիրելի Համլետ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր գործնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի ֆինանսական հաջողություն, նոր հնարավոր է լինի գործնական հաջողություն։ Թամարա 23 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 23 տարեկան ընդհանուր, սիրելի Թամարա, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Թամարա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Նորայր 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նորայրի համար։
Նորայր 24 տարեկան։ Սիրելի Նորայր, ձեր վրա կա տոհմական անեծք, հայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նորայր, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Դուք դեռ երիտասարդ եք, հնարավոր է ձեր սեփական էներգիան օգտագործեք առաջ գնալու համար, բայց հետագայում կանգնելու եք ամբողջովին փակուղ ու առաջ։ Այն ինչ որ կա քո հայրական ազգի վրա, դա փակում է քո առաջխաղացումը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արմինե 40 տարեկան ընդհանուր։ Արմինե 40 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրներով են պատված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ինգա 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ինգայի համար։ Ինգա 28 տարեկան։ Սիրելի Ինգա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակուղ ու առաջ է կանգնած, չկա գործ, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ինգա, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աննա 21 տարեկան անձնական։ Աննա 21 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում կա դժվարություններ, բայց այդ դժվարությունները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անի համար։ Անի 35 տարեկան անձնական։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի հաջողություն։ Սիրելի Անի, ձեր վրա կա մագիա։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Անուշ 63 տարեկան առողջական,
Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 63 տարեկան, առողջական։ Սիրելի Անուշ, ձեր առողջական պրոբլեմը դա թուղթուգիրն է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի լավացում, նոր կլինի ճիշտ նորմալ ախտորոշում։ Ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի Անուշ, որը բերել կանգնեցրել է ձեզ նման իրավիճակի առաջ։ Մաքրվեք, կաբաքինվեք, սիրելի Անուշ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արաքել 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արաքելի համար։ Արաքել 21 տարեկան անձնական։ Սիրելի Արաքել, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ գործնական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արաքել, եւ դուք կլինեք երջանիկ, եւ այն ինչ որ Աստված ճակատագրով ձեզ տվել է, դա ձեզ հասանելի կլինի։ Շնորհակալ եմ։ Ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար շատ շնորհակալ եմ։ Արտակ 50 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար։ Արտակ 50 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Արտակ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր է կա, պրոբլեմներ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Մելինե 34 տարեկան անձնական։ Մելինե 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե 34 տարեկան անձնական։ Սիրելի Մելինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Նարա 51 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 51 տարեկան անձնական։ Սիրելի Նարա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ նպատակ որ ունեք, սիրելի Նարա, ձեր նպատակը կատարվելու է։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Կարլեն 21 տարեկան անձնական։
Կարլեն 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարլենի համար, Կարլեն 21 տարեկան անձնական, սիրելի Կարլեն, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կարլեն, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, Յանա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յանայի համար, Յանա 21 տարեկան անձնական, կախնդիրներ սիրելի Յանա, կախնդիրներ, բայց այդ խնդիրները գիտեք ինչ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Յանա, գիտեք ինչ, ձեր վրա նեգատիվ կա, որը չի թողնում, որ ձեր անձնականը ստացվի, անընդհատ քանդվում է, գալիս տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, այս վախերից, այս հիասթափություններից ազատվեք, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Յանա, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար, շնորհակալ եմ, Գևորգ 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար, Գևորգ 35 տարեկան անձնական, սիրելի Գևորգ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, որպեսզի լինի անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, գրեք ձեր անունը, գրեք ձեր հարցը, գրեք ձեր տարիքը, որպեսզի կարողանամ նայել, Մկրտիչ 34 տարեկան ընդհանուր, Մկրտիչ 34 տարեկան ընդհանուր, Սիրելի Մկրտիչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ընդհանուր ամեն ինչ փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի ընդհանուր հաջողություն, Մարատ 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարատի համար, Մարատ անձնական, սիրելի Մարատ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, Նազելի 42 տարեկան անձնական, Նազելի 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար, սիրելի Նազելի, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, և անձնական խնդիրներ կա, և ֆինանսական խնդիրներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նազելի, նոր կլինի երջանկություն, ձեր կյանքի մեջ ամբողջովին քաոս է, սիրելի Նազելի, սիրելի Սոֆիա, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցը,
որպեսզի ես կարողանամ ձեր հարցին պատասխանել տարիքը եւ հարցը։ Սոֆիա 43 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Սոֆիա 43 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Սոֆիա, ոչ, դուք երեխա չեք ունենա, որովհետև ձեր վրա կա թուղթուտիր, որը փակելու է ձեր երեխա ունենալու հնարավորությունը։ Կա առողջական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է, որ դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից կարողանաք ձերբազատվել։ Չեմ տեսնում երեխա ունենալու հնարավորություն, նույնիսկ բժշկական միջամտությունը չի կարող օգնի։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, եթե ձեզ չգիտեմ ով է կատարել, ինչ է կատարել, սիրելի Սոֆիա, ես ոչ մի մաքրում չտեսա։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե կուզեք թալիսման, ինձ դիմեք, ես ձեզ համար հատուկ թալիսման կսարքեմ, հատուկ ձեզ համար, ձեր զոդիակի նշանին համար, ձեր ծննդյան թվերին համար, նայած ինչպիսի թալիսման եք ցանկանում։ Դիմեք, ես ձեզ համար այդ թալիսմանը կկարողանամ պատրաստել։ Ավելի լավ, դիմեք ինձ, ես ձեզ համար այդ զոդիակից նակովել թալիսմանը կպատրաստեմ։ Դուք ինձ դիմեք, ես ձեզ համար այդ թալիսմանը կպատրաստեմ։ Մայրամ 36 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Սիրելի Մայրամ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Այո, դուք կարող եք ինձ անձնական գրել, դուք կգրեք, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Եվ թալիսմանի համար, եւ մաքրման գործողություններ կատարելու համար։ Արամայիս 18 տարեկան, բանակ գնալու եք թե ոչ։ Արամայիս 18 տարեկան, սիրելի Արամայիս, դուք բանակ գնալու եք, բարեհաջողել ծառայել եւ հետ եք վերադառնալու։ Այո, դուք բանակ գնալու եք, բարեհաջողել ծառայելու, հետ եք վերադառնալու։ Գրեք անձնական, ես կպատասխանեմ։ Այսօր ավարտում եմ, սիրելիներս, իմ ուղիղ եթերը։
Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք թիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ում չկարողացա պատասխանել, կպատասխանեմ հաջորդ շաբաթ կիրակի։ Եթե ունեք հարևաններ, բարեկամներ, ծանոթներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի օգնությունը, իրեն նույնպես տեղյակ պահեք, որ շաբաթ կիրակի կա նման ծրագիր, նման ուղիղետեր, թող իրենք էլ գրանցվեն, իրենք էլ իրենց հարցերը տան։ Ասկանս սիրելիներս, հաջողություն, ստեսություն։ Շնորհակալ եմ։